Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները Բաքվից միանգամից Երևան են այցելել։ Կառավարական շենքում Փաշինյան-ֆոն դեր Լայն հանդիպմանը զուգահեռ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիաներ են։ Ազատություն քաղբանտարկյալներին կարգախոսով։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև օրեցօր լարվող հարաբերությունների ֆոնին եվրոպացի պաշտոնյաները Հայաստանին փորձում են մխիթարել ու սատարել եվրոփողերի փոխանցման խոստումներով։ Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո, օգնելու, ամրացնել եւ բազմազանեցնել ձեր առևտուրը։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազրույցի ընթացքում հունիսի սկզբին։ Եվրոպական հանձնաժողովը նախագիծ է ներկայացրել Եվրամիության անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Դրա ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը չունենալով Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ազատ առևտրի համաձայնագիր, կօգտվի այդ գործիքից։ Այսինքն մեզ հետ առևտրի շուրջ 80%-ն այլևս մաքսատուրքերի ենթակա չի լինի։ Ուրսուլա ֆոն դեր Լայնն էլ հայտարարեց, թե Հայաստանը կարող է հույսը դնել Եվրամիության վրա։ Եթե Ռուսաստանը փակի շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների համար Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Եկել եմ ասելու, որ կարող եք մեզ վրա հույս դնել։ Ռուսաստանի կողմից էներգետիկ հնարավոր ճնշումների դեպքում էլ ըստ ֆոն դեր Լայնի Եվրամիությունը պատրաստ է սատարել Հայաստանին էներգամատակարարման բազմազանեցման հարցում, նաև այն դեպքում, եթե Մոսկվան բարձրացնի գազի սակագինը կամ դադարեցնի կապույտ վառելիքի մատակարարումը Հայաստանին։ Մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաև բազմազանեցնել իր էլեկտրամատակարարումները։ Հաջորդ շաբաթ փորձագետները Եվրամիությունից Հայաստան կժամանեն։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ։ Մենք Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով եւ հարուստ փորձ ենք կուտակել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի ձևակերպման բացի տնտեսական երաշխիքներից Եվրամիությունը նախատեսում է խոշոր ներդրումներ անել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրում։ 200 միլիոն եվրո ենք տրամադրել, որը լծակների կիրառմամբ կարող է հասցվել մինչև 2 միլիարդ եվրոյի։ Սրանք կարևոր են այս տարածաշրջանում փոխկապակցվածության համար։ Փաշինյանի խոսքով տրանսպորտային ուղիների ներառական ապաշրջափակմանը զուգահեռ առանցքային նշանակություն է ստանում նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը։ Այդ թվում հարևան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի եւ կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։ Փաշինյանը ֆոն դեր Լայնի հետ ճեպազրույցում բացառեց 2013-ի իրավիճակի կրկնությունը։ Այն ժամանակ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից եւ որոշեց ԵԱՏՄ ուղղությամբ գնալ։ Ըստ Փաշինյանի նման շրջադարձը այսօր անհնար է։ Առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Մյուս կողմից, սակայն, ըստ Փաշինյանի Հայաստանը երբեք խնդիր չի դրել եւ չի դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Բաքուն դիզվառելիքի հերթական խմբականակն է Հայաստան ուղարկում, իսկ Երևանից այդպես էլ վագոնները դատարկ են հետ դառնում։ Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը տարեսկզբին ցանկեր էին փոխանակել հասկանալու, թե հատկապես ինչը միմյանց կհետաքրքրի մյուս շուկայից, Բաքվից որևէ պատվեր Երևան առայժմ չի հասնում։ Ըստ մասնագետների, սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ենթատեքստ ունի։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքներ ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուրբ քննադատության արժանանալ եւ այսպես ասած չակերտավոր հայրենասիրել իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիպչի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամի երկրին տնտեսական օգուտ տալ։ Ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարար Պապոյանը հայտարարում էր, թե ադրբեջանական կողմից կոնկրետ հետաքրքրություն կա հայկական փայլատիթեղի նկատմամբ։ Բանակցություններ էին ընթացել ինչ որ փուլում կանգ առել, մինչև օրս թեպետ Բաքվից միլիոնավոր դոլարների հասնող առևտուր են արել հայ տնտեսվարողները։ Ադրբեջանն միայն $960 հայկական արտադրանք է մտել, ըստ այդ երկրի պետական մաքսային կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների։ Այն էլ ոչ թե Երևանից ապրանք ուղարկելու Բաքու, այլ երրորդ երկրից՝ Նիդերլանդներից են վարդեր ներմուծել Հայաստանի տարանցիկ ճանապարհով։
Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատի թերի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատի թերի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է որ այսինչ հաստության փայլատի թերը մեզ հետաքրքրում է Պապոյանի մատնանշած ցուցակում ընդգրկված ապրանքները, որոնք Հայաստանը պատրաստ էր առաջարկել ադրբեջանական շուկային, հենց փայլատի թեղն էր՝ ալյումինը, ֆերոմոլիբդենը, միրգ բանջարեղենը, առանձին տեսակի խմիչքները, ինչպես նաև տեքստիլ արտադրանքը։ Ինքը պատրաստ է թույլ տա, որ հայ գործարարները գան Ադրբեջանից ինչ որ ապրանք գնեն եւ Հայաստանում վաճառեն, բայց իրենք շահագրգռված չեն, որ հայկական ապրանքը գնա ադրբեջանական շուկա։ Իսկ հայ գործարարները, որոնք Ադրբեջանի հետ տնտեսապես կապված կլինեն, Բաքվի համար սա ուղիղ հնարավորություն է մտնել Հայաստանի քաղաքական նաև դաշտ, որովհետև այդ գործարարները իրենք լինելու են Ադրբեջանի շահերի լոբինգ իրականացնող եւս մեկ գործիք։ Իսկ այն հանգամանքը, որ Հայաստանը Բաքվից ապրանքներ է ձեռք բերում, ինչպես նաև ստանում այլ բեռներ, որոնք պարզապես անցնում են Ադրբեջանի տարածքով, հայաստանյան իշխանությունները ներկայացնում են որպես խաղաղության հաստատման գործնական դրսևորումներից մեկը։ Սակայն փորձագիտական եւ վերլուծական շրջանակներում այս մոտեցման հետ համաձայն չեն։ Մասնագետները հարցնում են. խաղաղությունը արդյոք միակողմանի է։ Բաքվում մեկնարկած թյուրքագիտական առաջին համագումարի 100-ամյակին նվիրված թյուրքական շաբաթ միջոցառմանը 20 երկրից ժամանած 215 ներկայացուցիչ է մասնակցում միջոցառման մասնակիցներին ուղերձ է հղել Թուրքիայի նախագահը։ Այս ձեռնարկի նպատակն է, որ թյուրքական աշխարհը պահպանի ընդհանուր պատմությունը, լեզուն եւ մշակույթը, ինչպես նաև անցյալի վրա հենվելով կառույցի թյուրքական դարի տեսլականը, իր ուղերձում հայտարարել է Էրդողանը։ Բաքուն նորից Հայաստանին մեղադրում է անհետ կորածներին գտնելու հարցում Ադրբեջանի հետ չփոխգործակցելու եւ անհրաժեշտ հետևողականություն չդրսևորելու համար։ Հայտարարելով, որ Բաքուն պատրաստ է գործակցության, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալը միաժամանակ դժգոհել է, որ խնդիրը բարդանում է ականապատ տարածքների եւ գերեզմանների վայրերի մասին հստակ տեղեկության բացակայության պատճառով։ Հասանովը շեշտել է, որ հայ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ ունեն տեղեկություն անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների թաղման վայրերի մասին, բայց դրանք մինչ օրս չեն փոխանցվել իրենց։ Փորձագետների կարծիքով պաշտոնական Բաքվի կողմից 90-ականներին անհետ կորած ադրբեջանցիների թեման անընդմեջ շահարկելու իրական նպատակը հայերի պատասխան պահանջներից խուսափելն է։ 44-օրյայից հետո տասնյական հետ կորած հայ զինվորների հարազատներ այս պահին միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ դատական պրոցեսների մեջ են։ Հիմա Ադրբեջանը ունի խնդիր ցույց տալու, որ եթե այնուամենայնիվ ինքը կատարել է միջազգային մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ապա դա եղել է երկկողմանի եւ հայկական կողմից եւս նմանատիպ գործողություններ են եղել։ Հիմա փորձում են ցույց տալ, որ հայերը այնքան հումանիտար են, որ ցույց չեն տալիս այն մարդկանց թաղման վայրերը, որոնք անհետ կորած են համարվում։ Այսինքն այս պարագայում Ադրբեջանը լուծում է քաղաքական խնդիրներ։ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարված փոփոխությունների նպատակը շահառուների կողմից բարձրաձայնված մի շարք գործնական խնդիրների լուծումն է։ Փոփոխությունների մի մասը վերաբերում է քաղաքացիների իրավունքի իրացմանը, մյուս մասը պետության եւ ֆինանսական կազմակերպությունների միջև համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը։ Շատ կարևոր փոփոխությունը վերաբերվում է այն ընտանիքներին, որոնց դիմում հայտարարությունը մերժվել է ընտանիքում մանկահասակ երեխայի տվյալների բացակայության հիմքով։ Միջգերատեսչական հանձնաժողովին դիմաց դիմումների մեջ բազմաթիվ էին այն դիմումները, որտեղ դիմումը մերժվել էր մինչև 6 տարեկան երեխայի տվյալների բացակայության հիմքով, այսինքն տվյալները առկա չեն ներքին գործերի նախարարության, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տեղահանվածների շտեմարանում։ Պատճառը շատ տարբեր կարող է լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, այսինքն կամ մուտքագրող օպերատորն է թերացել, կամ ծնողը տվյալը չի ներկայացրել։ Նոր կարգավորումներից մեկն էլ վերաբերում է ամուսնալուծված ծնողներին, մինչ այժմ գործնականում առաջարկում էին իրավիճակներ, երբ անչափահաս երեխան ապրում է ծնողներից մեկի հետ, սակայն ծրագրին ցանկանում էր դիմել մյուս ծնողը, քանի դեռ երեխայի իրավունքը չէր իրացվել խնամակալ ծնողի կողմից, մյուս ծնողը չէր կարողանում դիմել ծրագրին։ Այժմ այդ խնդիրը լուծվել է, եթե առկա է դատարանի վճիռ, որով սահմանված է, թե ում հետ պետք է բնակվի երեխան, համակարգը երեխային ներառում է հենց այդ ծնողի ընտանիքի կազմում։ Եթե դատարանի որոշում չկա, իրավունքն ավտոմատ վերագրվում է երեխայի մորը։
Սա նշանակում է, որ նախորդ ամուսնությունից ծնված անչափահաս երեխան այլևս չի դիտարկվի որպես այդ ծնողի ընտանիքի պարտադիր անդամ։ Հետևաբար ընտանիքի ոչ ամբողջական կազմի հիմքով դիմումները չեն ներժվի, իսկ խնամակալ չհանդիսացող ծնողները կկարողանան առանց լրացուցիչ խոչընդոտների օգտվել պետական աջակցության ծրագրից։ Այս պահին ունենք 1014 ընտանիք, ովքեր ունեն դրական մնացորդ, եւ նրանցից 657-ը այդ դրական մնացորդն արդեն իսկ ուղղել է վերանորոգման վարկի ստացմանը, ընդ որում այստեղ արդեն ֆինանսական կազմակերպությունների կողմից շուրջ 2 միլիարդ դրամի վարկ է տրամադրվել, որի գծով ամսական մարումները պետությունն է իրականացնում, 680 ընտանիք դրական մնացորդով ձեռք է բերել կահույք եւ կենցաղային տեխնիկա եւ այստեղ պետական բյուջեից միանվագ արդեն իսկ վճարվել է շուրջ 1 միլիարդ դրամ եւ 46 ընտանիք ունենք, ովքեր ձեռք են բերել գյուղնշանակության հողամաս եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից 153 միլիոն դրամի վարկ է արդեն տրամադրվել։ Փոփոխության նպատակն է ապահովել, որ ծրագրի շահառուները կարողանան ավելի արագ եւ պարզ ընթացակարգով իրացնել իրենց բնակարանային աջակցության իրավունքը։ Առողջական վիճակի վերաբերյալ կեղծ փաստաթղթերով ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից, հետո հրաժարվում նորից հետազոտվել։ Իշխանական падգամավորն է հայտարարել ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով այս խնդիրն օրենսդրությամբ կարգավորելու առաջարկ։ ՔՊԱ-ական падգամավորի նախագծով իրավապահները նմանօրինակ վարույթի շրջանակում հնարավորություն կունենան զինծառայություն չանցած քաղաքացուն պարտադրել կրկնակի հետազոտություն անցնել, հակառակ դեպքում քրեական պատասխանատվությունը չի ուշանա։ Դինում են դեպքեր, երբ որ մարդիկ կեղծ փաստաթղթերով ազատվում են զինվորական ծառայությունից, ու ենթադրենք իրավապահ մարմինները ստանում են օպերատիվ տեղեկատվություն այդ մասին, որ այսինչ մարդը կեղծ թղթերով ազատվել է զինվորական ծառայությունից, վարույթ են հարուցում, ասում են դե արի փորձաքննություն անցի, մի հատ տեսնենք, այս դու որ գրել ես, որ այսինչ հիվանդություն ունես, նման տեղեկանք ունես, դու ունես այդ հիվանդությունը, թե չէ, չգիտեմ, մի հատ MRT անցի օրինակ։ Վարույթով անցնող մեր հարգելի զորակոչից խուսափած քաղաքացին ասում է, չեմ անցնում։ Եվ այս պահի դրությամբ մեր իրավապահ համակարգը ոչ մի գործիք չունի, որպեսզի նրան հարկադրի, որ գնա ու անցի այդ հետազոտությունը։ Հայաստանում նախատեսվում է ներդնել email համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Կառավարությունից պարզաբանում են, որ կարգավորումը միտված է նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը, ապահովելու հավասար եւ արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար, պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված email համարներով հեռախոսներից, ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։ Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15 նիշանոց email համարը առանց որևէ անձնական տվյալների։ Պետությունը պատրաստվում է խստացնել ապօրինի օնլայն խաղատների դեմ պայքարը ազգային ժողովում քննարկվում է օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է նոր եւ ավելի խիստ կարգավորումներ խաղային գործունեության ոլորտում։ Նախագծով նախատեսվում է ներդնել եռաստիճան պաշտպանության համակարգ, սահմանափակելով ապօրինի խաղատների գովազդը ինչպես առցանց հարթակներում, այնպես էլ միջազգային գովազդային ցանցերում։ Բացի այդ, նախատեսվում է ուժեղացնել ֆինանսական վերահսկողությունը բանկային վճարային համակարգերի միջոցով կանխելու ապօրինի դրամական փոխանցումները։ Ինտերնետ հասանելիության սահմանափակումն է տարբեր ապօրինի կայքերի, որոնք հազարավոր են եւ դա օպերատիվ աշխատանք է ենթադրում, այսինքն օրեկան կամ շաբաթական պարբերականությամբ տվյալներ կտրամադրվեն մեր հեռահաղորդակցության օպերատորներին, որպեսզի համապատասխան արգելափակումները իրականացվեն։ Այս մասով ընթացակարգը այս պայն բավականին ծանր ընթացակարգ է, փոփոխում ենք եւ ներենք դնում շատ ավելի պարզ, ավելի օպերատիվ ընթացակարգ։ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի սահմանափակումների հետ կապված տնտեսական խնդիրները մեծ հաշվով լուծված են։ Ըստ նախարարի որևէ կատաստրոֆիկ վիճակ չկա։ Պապոյանի ձևակերպմամբ այդ process-ի արդյունքում Հայաստանը ու Հայաստանի տնտեսությունն ավելի ուժեղացած են դուրս գալու։ Կառավարության հաջորդ նիստում նախատեսվում է բարձրացնել ծաղկավաճառների փոխհատուցման հարցը։ Կառավարությունը նախատեսում է աջակցել ծաղկավաճառներին անցումային շրջանում իրենց արտահանումը ընդլայնելու համար։ Ոլորտի մասնագետներն էլ փաստում են, որ կառավարությունը տնտեսվարողներին օգնելու, արտադրածն արտահանելու հարցում համակարգված մոտեցում չի ցուցաբերում։
Հիմա գները օրինակ նույն լոլիկի մի քանի անգամ ավելի էժան են շուկայում, կամ 2 անգամ օրինակ ավելի էժան են շուկայում, քան անցած տարի ա եղել։ Բնականաբար դա արտադրողների համար խնդիրներ առաջացնում է, սպառողների համար ուրախալի բան է։ Դրա համար մենք օգնում ենք մեր արտադրողներին։ Կոնկրետ եթե ծիրանի կերասի տեսանկյունից վերցնենք, ոչ կերասն է երկար մնում սառնանում, ոչ ծիրանը, երկուսն են ժամանակի սահմանափակում ունեն եւ ապրանքային տեսքը գծում են։ Այդ ճարպիկների թելադրած գնային քաղաքականությունը սովորական մարդկանց ձեռք չի տալիս, դարձյալ պետությունը իր գործը պետք է անի։ Արդու կեղտա ջրերը հելը լսվել է հայաթը, այսինքն կեղտա ջուրը։ Հակասանիտարական ու գարշահոտ վիճակը Ռոմանոս Մելիքյան փողոցում տարիների պատմություն ունի։ Կոյուղատարն ու հեղեղատարը միացված են նույն խողովակին, որով էլ հեռանում ու միանում են հիմնական ցանցին։ Ու անձրևների տեղալուն պես փողոցը, տների բակերն ու նույնիսկ սենյակները լցվում են կեղտաջրերով։ Սաղ ջրեղեղը, սաղի տունը կոնկրետ ջրեղեղը։ Սեփական տները Սաղ սեփական սեկտորը, եթե իր տունը փողոցին հավասար է, ուրեմն ինքը Եթե կամ հարևանի տունն է լողանում կամ մի 4-5 ժամ զուգարան չի մտնում, որ այդ ամեն ինչը չլսվի իրար։ 3-ից 4 մետր խորություն ունի այս հորը։ Բայց հələ նայ բերն է բերան ջուրը կանգնա։ ու այսինքն մի հատ թեթև անձրև որ գա, այս անպայման կլցվի։ Արդեն հետագնությունների։ Հուսահատ են քաղաքացիները, ասում են, պարզվել է, որ դիտահորը հայտնվել է բնակիչներից մեկի շինության տակ կամ հողամասում։ Դա պետք է իրենք գտնեն ու հարցը լուծեն։ Մի քանի անգամ սեփական միջոցներով մասնավոր կազմակերպություն են կանչել, բայց հիմա այլևս հնարավոր չէ, քանի որ այնպես է խցանվել, որ չի բացվում։ Աղապետարանի քաղաքին բաժինը եկել է սիտուացիային նայել։ Բայց արդեն չի ձգվում, արդեն դիմանում։ Այդ մարդը մեզի ասեց մոտ մի ամիս կտևի այդ գործընթացը, բայց այստեղ հարցը այն է, որ այդ մարդուն ես խնդրեցի, որ ինքը դիմի վիոլա ջրին, թեկուզ գան ժամանակավոր լուծման, միջև գլոբալ հարցը լուծվի, էլի չեն անում։ Իրանցից հետո էլ ենք մենք էլի զանգել ենք վիոլա ջուր։ Մեր այս փողոցի սաղ բնակիչների հեռապսահմանները այդ վիոլա ջրում երևի անգիր գիտեն։ Մարդիկ ունեն իրավունք այս կեղտաջրերից պաշտպանվելու։ Եթե պատկան մարմինները այս ամեն ինչը ընթաց կտան եւ կարգավորեն, մենք ուղղակի շնորհակալ կլինենք։ Իսկ եթե չեն ուզում իրանք կատարեն իրաց աշխատանքը, այդ դեպքում դուք խորհուրդ տվեք մենք ում դիմենք։ 250 կողմել է։ Խնդրեմ մատս։ Ես չեմ կարող աշխատեմ, գործի չեմ կարող ունենամ։ Ինչի համար, այս ջրերի համար ալիքները անում են, լցում են աղբը գալիս է տուն։ Երևանի քաղաքապետարան Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ են դիմել նաև Վեոլիա ջուր, բայց որևէ օգուտ չկա, քարան տարբերություն է ավելացնում են բնակիչները, իսկ իրենք շարունակում են ապրել հակասանիտարական պայմաններում։